Միացյալ Նահանգների առաջին տիկին Մելանիա Թրամփը նամակ է գրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Նամակում Մելանիա Թրամփն ասում է, որ բոլոր երեխաներն ունեն նույն երազանքները, անկախ նրանից, թե որտեղ են ծնվել։ Պարոն Պուտին, միայն դուք կարող եք վերադարձնել երեխաներին իրենց զրնգուն ծիծաղը։ Պաշտպանելով այս երեխաների անմեղությունը, դուք կծառայեք ոչ միայն Ռուսաստանին, այլև ողջ մարդկությանը։ Նման համարձակ գաղափարը վեր է մարդկանց բոլոր տարբերություններից, եւ դուք, պարոն Պուտին, կարող եք իրագործել այս տեսլականն այսօր գրչի մեկ հարվածով։ Ժամանակը եկել է, ասում է Մելանիա Թրամփի նամակում։ Առաջին տիկինը նաև նշել է, որ ստացել է Պուտինի պատասխանն իր նամակին։ Նա հայտարարել է, որ ինքը բաց հաղորդակցություն ունի Պուտինի հետ ռուս-ուկրաինական պատերազմից տուժած երեխաների հարցում, եւ որ վերջին 24 ժամվա ընթացքում 8 երեխա է վերամիավորվել ընտանիքի հետ։ Խաղաղության Նոբելյան մրցանակակիր վենեսուելացի ընդդիմադիր քաղաքական գործիչ Մարիա Կորինա Մաչադոն իր մրցանակը նվիրել է Վենեսուելայի տառապող ժողովրդին եւ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին։ Մաչադոն նշել է, որ Վենեսուելան հույսը դնում է Թրամփի եւ Միացյալ Նահանգների ժողովրդի, ինչպես նաեւ Լատինական Ամերիկայի ժողովուրդների եւ աշխարհի ժողովրդավարական երկրների վրա։ Թրամփն իր հերթին հայտարարել է, որ Մաչադոն զանգահարել է իրեն մրցանակը ստանալուց հետո։ Նա ասել է նախագահին, որ ընդունում է մրցանակը նրա պատվին, քանի որ Միացյալ Նահանգների նախագահն իսկապես արժանի էր դրան։ Ես նրան չեմ ասել, որ այն ինձ տա, բայց կարծում եմ, նա կարող է անել դա, ասել է Թրամփը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախկին վարչապետ Սեբաստիան Լեկորնյուին վերանշանակել է նույն պաշտոնում։ Հոկտեմբերի 6-ին Լեկորնյուն հրաժարական էր տվել վարչապետի պաշտոնից, պաշտոնավարելով ընդամենը 27 օր։ Ինքը Լեկորնյուն X սոցիալական ցանցում գրել է, որ ընդունել է նախագահի կողմից իրեն վստահված առաքելությունը պարտականության զգացումից ելնելով։ Նա խոստացել է անել հնարավորը տարեվերջին Ֆրանսիայի բյուջեն ապահովելու եւ հայրենակիցների առօրյա խնդիրները լուծելու համար։ Մենք պետք է վերջ դնենք այս քաղաքական ճգնաժամին, որը զայրացնում է ֆրանսիացի ժողովրդին, գրել է նա։ Թրամփը նոր գրառում է արել, նշելով, որ նոյեմբերի 1-ից Միացյալ Նահանգները Չինաստանից ներմուծվող ապրանքների համար կսահմանի 100% նոր մաքսատուրք։ Թրամփի խոսքով այս քայլը պատասխան է առևտրի հարցում Չինաստանի վարած ծայրահեղ ագրեսիվ քաղաքականությանը։ Հազարավոր պաղեստինցիներ վերադառնում են Գազա հրադադարի հայտարարությունից եւ իսրայելական բանակի նահանջից հետո։ Միաժամանակ Իսրայելի պաշտպանության բանակի ստորաբաժանումները լքում են Ռաֆահ, Խան Յունես եւ Գազայի հյուսիսային հատվածները, մոտենալով Իսրայելի հետ սահմանին։ Նոր Զելանդիայի խորհրդարանում նիստ ընդհատվել է падգամավորների 2 պարի պատճառով։ Կուսակցություններից մեկի անդամներն ընդհատել են նիստն ու ստիսական հակապար պարել։